Կան մարդիկ, որոնց ներկայությունը լույս է բերում շրջապատի կյանք։ Նրանք չեն ձգտում մեծ խոսքերի կամ փառքի, սակայն իրենց բարությամբ, ազնվությամբ եւ մարդկային վերաբերմունքով անջնջելի հետք են թողնում բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչել են իրենց։ Այդպիսի մարդ էր Ռոբերտը։ Բլան այն մարդկանցից էր, որոնց մասին դժվար է վատ խոսք լսել։ Նա հայտնի էր իր բարի սրտով, պատրաստականությամբ եւ մարդկանց նկատմամբ ունեցած հարգանքով։ Անկախ նրանից, թե ով էր կանգնած իր դիմաց, հարազատ, ընկեր թե անծանոթ մարդ, նա միշտ փորձում էր օգնել, աջակցել եւ լավ խոսք ասել։ Նրա համար մարդկային արժեքները միշտ առաջին տեղում էին։ Նա հավատում էր բարությանը, ապրում էր այնպես, որ իր շուրջը գտնվող մարդիկ իրենց ավելի լավ զգան։ Ռոբերտի կյանքը լի էր աշխատանքով, հոգատարությամբ եւ նվիրվածությամբ։ Նա սիրում էր իր ընտանիքը, գնահատում էր ընկերներին եւ մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում իր խոսքին։ Նրա շրջապատում մարդիկ գիտեին, որ կարող են վստահել նրան, որովհետև նա երբեք չէր դավաճանում վստահությունը եւ միշտ կանգնած էր լինում ճշմարտության կողքին։ Ցավալի է, երբ կյանքից հեռանում են հենց այն մարդիկ, որոնք դեռ շատ բարի գործեր ունեին անելու։ Ռոբերտի կորուստը մեծ ցավ է բոլոր նրանց համար, ովքեր ճանաչել եւ սիրել են նրան։ Նրա մահը ոչ միայն մեկ մարդու կորուստ էր, այլ նաեւ մի մեծ դատարկություն, որը մնաց ընտանիքի, ընկերների եւ հարազատների կյանքում։ Այդ ցավը բառերով նկարագրել հնարավոր չէ, որովհետեւ սիրելի մարդու բացակայությունը ամեն օր հիշեցնում է իրեն։ Սակայն մարդու իրական արժեքը չափվում է ոչ թե նրա ապրած տարիների քանակով, այլ այն հիշողություններով, որոնք նա թողնում է մարդկանց սրտերում։ Ռոբերտը թողել է հենց այդպիսի հիշողություններ, ջերմ, լուսավոր եւ բարի։ Նրա անունը շարունակում է ապրել այն մարդկանց հիշողությունների մեջ, ովքեր տեսել են նրա անկեղծ ժպիտը, լսել են նրա խորհուրդները, զգացել են նրա հոգատարությունը։ Ժամանակը կարող է մեղմել ցավը, բայց չի կարող ջնջել սիրելի մարդու հիշատակը։ Ռոբերտի մասին պատմությունները դեռ երկար են փոխանցվելու ընտանիքի անդամներից ընկերներին, ընկերներից հաջորդ սերունդներին։ Նրա կատարած բարի գործերը, նրա մարդկային կերպարը, ազնիվ անունը կմնան որպես գեղեցիկ օրինակ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչել են նրան։ Առանձնահատուկ ցավ է հիշել, որ Ռոբերտը կյանքից զրկվեց հենց նոր տարվա գիշերը։ Այն պահին, երբ մարդիկ սովորաբար միմյանց խաղաղություն եւ երջանկություն են ցանկանում։ Մինչ շատ ընտանիքներ դիմավորում էին նոր տարին, Ռոբերտի ընտանիքի կյանքում սկսվեց մի ցավ, որը մինչ օրս չի սպիացել։ Այդ գիշերը ոչ միայն զրկեց մի բարի եւ հարգված մարդու կյանք, այլև կոտրեց բազմաթիվ սրտեր եւ թողեց անուժելի վերք հարազատների հոգիներում։ Այսօր մենք Ռոբերտին հիշում ենք սիրով, հպարտությամբ եւ խոր կորստով։ Նրա բարի գործերը, մարդկային նկարագիրը եւ լուսավոր հիշատակը շարունակում են ապրել մեզ հետ, բայց մեր սրտերում ապրում է նաեւ արդարության սպասումը։ Մենք սպասում ենք, որ ճշմարտությունը լիովին բացահայտվի, մեղավորները պատասխան տան իրենց արարքների համար եւ արդարությունը հաղթանակի։ Դա ոչ միայն իրավական պահանջ է, այլ նաեւ հարգանքի տուրք Ռոբերտի հիշատակին։ Հավերժ հիշատակ Բլայնը, նրա անունը միշտ կապրի մեր սրտերում, իսկ մենք չենք դադարի սպասել արդարությանը։ Ռոբերտի հիշատակը